Հովհաննես Շիրազ Հովհաննես Շիրազը ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Ալեքսանդրապոլ քաղաքում, այժմ Գյումրի։ Մեծացել է աղքատության մեջ, որոշ ժամանակ ապրել է մանկատանը։ Ալեքսանդրապոլում ստացել է 7-ամյա կրթություն, որոշ ժամանակ աշխատել է Ծննդավայրի մանածագործ թերթում որպես գրիչ։ 1936-ից 1941 թվականներին Շիրազը սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքում։ Այնուհետև շատ կարճ աշխատել է Խորհրդային Հայաստան օրաթերթում։ Դրանից հետո չի աշխատել և զբաղվել է բացառապես գրական ստեղծագործական աշխատանքով։ Մահացել է 1984 թվականի մարտի 14-ին։ Շիրազի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1931 թվականին մանածագործ թերթում։ 4 տարի անց 1935 թվականին լույս է տեսնում նրա առաջին ժողովածուն «Գարնանամուտ» վերնագրով։ Նույն թվականին հրատարակվում է նաև նրա «Սիամանթո» և «Խճեզարե» պոեմը։ 1940-ական թվականներից մինչև իր կյանքի վերջը Շիրազն ապրում է բուռն ստեղծագործական կյանքով։ Գրում է բիբլիական պոեմը։ Հրատարակում է բազմաթիվ ժողովածուներ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ ունի «Քնար Հայաստանի եռահատորը»։ Նրա լավագույն ժողովածուներից են նաև «Բանաստեղծի ձայնը», «Լիրիկա», «Հուշարձան մայրիկիս» գրքերը։ Շիրազի բազմաթիվ բանաստեղծություններ «Հայոց Դանթեականը», «Անի» պոեմներն ամբողջությամբ առաջին անգամ լույս տեսան նրա մայրից շատ տարիներ անց։ Նրա այդ գործերը ընթերցողների մեջ տարածվում, ընթերցվում և արտասանվում էին բանավոր ճանապարհով։ Իր հատկապես հայրենասիրական բանաստեղծությունների շնորհիվ Շիրազը մեծ ժողովրդականություն էր վայելում։